Սիրելի հայրենակիցներ, ես անկեղծ ասած այսօր ելույթ չէի նախատեսել պարոն Վարդևանյան, քանի որ պարոն Վարդևանյանը իմ շատ լավ ընկերն է, շատ լավ մասնագետ, եւ ես վստահ եմ, որ իր փորձը ծառայեցնելու է Հայաստանի Հանրապետությանը, բայց տիկին Մարիա Կարապետյանի վերջին օրերի հետևողականությունը, թույլ տվեք ասել, ինձ համար անհասկանալի. Ինձ թույլ չտվեց չմոտենալ այս ամբիոնին եւ իր մի քանի դիտարկումներին, որոնք ուղղված էին պարոն Վարդևանյանին հարցադրումների տեսքով, չանդրադառնալ։ Տիկին Կարապետյան, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ, թե դուք ինչը չեք կարողանում հասկանալ, որ մի հատ էլ պարոն Վարդևանյանից եք հարցնում։ Ուզում եմ 1000 անգամ պնդեք, ես չեմ զլանա ու 1000 անգամ կգամ ու այս ամբիոնի մոտ կկրկնեմ այդ նախադասությունը։ Այո, դուք գողացել եք 60,000 քաղաքացու ձայն։ Դուք գողացել եք ընդդիմադիր մանդատներ։ Դա փաստ է։ Հիմա ուզում եմ հասկանալ, ձեզ համար ինչն է անհասկանալի, որ դուք 3 օր շարունակ այդ թեման շարունակում եք։ Ու այն պայմաններում, երբ որ ձեր քաղաքական միավորի քարոզչական հիմնական ուղեգիծը ամեն ինչ մոռացության մատնելն է։ Դուք երբեմն դեմքի այնպիսի հպարտ արտահայտությամբ եք կանգնում այստեղ ելույթ ունենում, ոնց որ մենք հայրենիք չենք կորցրել, մենք հազարավոր տղաների չենք կորցրել։ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների բարձր բանակցության ջիղի շնորհիվ չի, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ Դուք մեծ հպարտ եք կանգնում այստեղից խոսում, ոնց որ այդ ամենը չի եղել, ժողովուրդ, ոչ մի բան չի եղել, սա նորմալ է։ Հետևեք ձեր քաղաքական թիմի վարքագծին որդեգրած։ Ամեն ինչ մոռացության մատնելու վարքագծին։ Ես ուզում եմ հասկանալ, դուք ինչը չեք հասկանում։ Կամ պարոն Վարդևանյանը իր տեխնացության քննարկման ժամանակ ինչը պետք է ապացուցի։ Եղել են ընտրություններ։ 3 ընտրատեղամասի արդյունքներով ԲՀԿ-ն հաղթահարում էր անցողիկ 4%-ի շեմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով որոշում է չեղարկել այդ 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Բայց կա մի կարևոր բայց, որի մասին նաև Դանիել Յոնիսյանը, եթե չեմ սխալվում, դուք էլ իրեն ճանաչում եք, ՀԿ սեկտորից է եղել։ Ինքն էլ այդ մեջբերում արել եւ բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ պարոն Վարդևանյանը։ Սևով սպիտակի վրա գրված է, պետքա վերաքվեարկություն իրականացվեր, չի իրականացվել, որի հետևանքով այսօր 3-րդ ընդդիմադիր ուժ այստեղ ներկայացված չի։ Դուք ինչն եք ուզում այդքան հետևողականորեն հասկանալ, որ չեք կարողանում հասկանալ։ Բայց ամենահետաքրքիրը ձեր հարցադրման երկրորդ մասն էր։ Դուք ասում եք, եթե անգամ այդպիսի բան եղել է, ժողովուրդը ասում է, որ հասնում է։ Դուք, եթե չեմ սխալվում, եվրոպագիտության դոկտոր եք, եթե չեմ սխալվում, մագիստրոս եք։ Ես ուզում եմ հասկանալ, այդ որ մի եվրոպական երկրում է ընդունված ապօրինությունները քողարկել ժողովրդի ցանկություններով։ Ինձ կարող եք մի եվրոպական երկրի օրինակ բերել։ Եթե այդպես է, ես առաջարկում եմ իշխանության 3-րդ ճյուղը փակենք, տեղը Պերաշտյանոց բացենք։ Եթե տենց է, եթե ասում ենք ժողովուրդն է այդպես ուզում, ժողովուրդն է ցանկանում, վերացական ժողովուրդը։ Այդ դատարանները խենք բան, դատավորների խենք բան, պարոն Վարդևանյան։ Ահռելի քրեական հատորներ են, չէ՞ այդ գործերը։ Այդ քրեական հատորները մեր ինչին է պետք։ Եկեք գնանք հարցում անենք փողոցում, հասկանանք ժողովուրդը ինչ է ասում, ժողովուրդ ջան, ու արդարադատությունն էլ տենց իրականացնենք։ Մեզ ինչին են պետք այդ քրեական հատորները։ Բայց ես նորից եմ ասում, ես իսկապես չեմ հասկանում ձեր այս հետևողականությունը, այս ոչ շահեկան թեման, ձեր համար ոչ շահեկան թեմա շարունակելու, Արման Եղոյանը ափսոս այստեղ չի, Մարդն անկեղծորեն եկավ
եկավ ասում է, երբ որ ես ի պատասխան ձեր մեղադրանքների, որ այստեղ էսկալացիա եմ հրահրում ճշմարտությունների մասին, հրահրում այդ հայտարարություններ անելով, ես էլ ասեցի, որ ճշմարտության մասին խոսելը դեռևս բախումներ հրահրել չի։ Պարոն Եղվանը անկեղծ եկավ ասում է, հա բայց ամեն ճշմարտություն չպետք է ասենք, է Տիկին Խաման։ Գոնե իրեն լսեք, գոնե իրեն հետևեք։ Ձեզ շահեկան է այս իրավիճակը։ Կամ որ ասում եք ժողովուրդն ասում է հասնում է։ Դուք գիտեք ձեր մասին ժողովուրդը մեզ ինչ է ասում։ Դուք գիտեք ինչ են պահանջում մեզանից։ Ինչպիսի արդարադատություն, իրենց պատկերացմամբ արդարադատություն են պահանջում, որ իրականացվի ձեր նկատմամբ։ Ընդունելի է դա ձեզ համար։ Այսինքն արդարադատությունը մենք պետք է իրականացնենք այդպես, դուք լսեք ձեր կողմնակիցներին եւ հիմնավորեք այդպես ձեր ապօրինությունները, մենք էլ պետք է լսենք մեր աջակիցներին, բայց մենք գիտեք ամեն անգամ հորդորում է շատ դժվար է մարդկանց զսպել։ Ես ձեզ վստահեցնում եմ, հատկապես 20 թվականի պատերազմից հետո։ Դուք չեք կարող պատկերացնել, մարդիկ ինչ սցենարներ են պատկերացնում իրենց երևակայության մեջ, թե ինչպիսի դատաստան պետքա տեսնեն ձեզ հետ։ Դա ընդունելի է ձեզ համար։ Մի խոսեք դեռ։ Ինձ համար ընդունելի չի։ Ես այդպես չեմ պատկերացնում արդարադատությունը։ Դուք տարիներ շարունակ Տիկին Կարապետյան, Հայաստան, Ադրբեջան երկխոսության, խաղաղության հաստատման, հարաբերությունների կարգավորման օրակարգն եք առաջ մղել ձեր հասարակական գործունեության ՀԿ սեկտորում լինելու ժամանակ։ Հոդվածներ եք գրել։ Ես ուզում եմ հասկանալ մարդու իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներ, մարդու ազատություններ։ Այդ մենակ ադրբեջանցիների մասով է ընդունելի։ Այսինքն դուք պատրաստվում եք ձեր ամբողջ թույլ տվեք ասել գիտակցական կյանքը նվիրել եք կոնֆլիկտի կարգավորմանը, երկու ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանը, բայց հիմա թշնամանք եք խրախուսում Հայաստանի Հանրապետության ներսում, ընդդիմադիր բևեռների միջև իշխանության եւ ընդդիմության, սա է ձեր պատկերացրած արդարադատությունը։ Չէ, ես անկեղծ զարմացած եմ, ես ձեր ինտելեկտը շատ բարձր եմ գնահատում եւ անկեղծ եմ ասում, ինձ համար շատ տարօրինակ էր ձեր շուրթերից լսել այդ նախադասությունը, որ ժողովուրդն ասում է, դե հասնում է, լուրջ։ Դուք ելույթ ունեք, ես վստահ եմ դրա ժամանակ կանդրադառնաք։ Ժողովուրդն ասել է, որ պետք է Արեգ Մնազ Մանուկյանի դուստրը, օրինակ, զրկված լինի իր մայրիկին տեսնելու հնարավորությունից։ Ձեզանից որևէ մեկը, ԿՊԱ-ական կին պատգամավորներից որևէ մեկը, այդպես էլ չի անդրադառնում այդ հարցին։ Ինչ խնդիր կա, ես անկեղծ ուզում եմ հասկանալ, ո՞րն է խնդիրը։ Իդեպ Արեգնազ Մանուկյանի դուստրը հոգեբանի մոտ է այցելել ու կա համապատասխան եզրակացություն, թե հիմա ինչ վիճակում է ինքը գտնվում։ Իմ գործընկերներից Լևոնը Քոչարյան ճիշտ նշեց, երբ որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանքի էին տարել, մենք բոլորս խոսել ենք դրա մասին։ Եվ հետո դուք միայն այն բանից հետո, երբ որ ստացաք Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը, ԿՊ-ի կանանցով եւ տղամարդկանցով գուցե նաեւ միջնորդեցիք դատախազին, որ կալանքը փոխվի։ Էդ է ձեր պատկերացրած արդարադատությունը։ Դուք պարզապես երկակի ստանդարտներով եք առաջնորդվում։ Ու դուք փորձում եք ամեն ինչ բարթել ժողովուրդն է ուզում ձևակերպման տակ, ֆրանսիացի գրողը լավ ասել, որ պատմության ամենամեծ մեղքերը իրականացվում են ժողովրդի անվան տակ։ Բոլոր բռնապետերը իրենց ապօրինությունները, անօրինականությունները քողարկում են ժողովուրդն է ուզում ձևակերպման տակ։ Շնորհակալ եմ։